Ես այսօր եկել եմ խոսել բանջարեղենի մասին։ Ինչու է բանջարեղենի, որովհետև շատ եմ կարդում կամ շատ եմ լսում ռիլեր, որ մարդիկ գրում են ես նիհարել եմ բանջարեղենով, ինչ եկեք կա սպիտակուցը, չգիտեմ եւ այլն, արդեն անգիրել չեմ հիշում ինչ են ասում, բայց ամենայն դեպս ես այդ ռիլերից հասկացա, որ իրենք ուղակի ուզում են նիհարել են բանջարեղենով եւ ստեղ քաշը ստոպատվել։ Ես շատ կարճ ժամանակ հետո կփորձեմ այդ մարդկանց հետ կապնեմ, որ տեսնեմ քաշը ինչքան ավելացել, ես ուղակի համոզված եմ, որ քաշը ավելացել է, որովհետեւ ամբողջ կյանքում մարդը չի կարող մենակ բանջարեղեն ուտի։ Բանջարեղենը հրաշալի է, բայց եթե ինքը սպիտակուցի հետ ես ուտում, որպես ճիշտ ճաշի ձև, ամեն ինչ դա առանց բանջարեղենի ուղղակի անհնար է, բայց միայն բանջարեղենը հարգելիս դա կարա լուրջ խնդիրներ առաջացնի, ինչ որտեվ նիհարելու ընթացքում կնիհարես, հարց չի, մաշկդ կախվելու է, որտեվ այնտեղ սպիտակուց չկա, եւ հետո կգա մի պահ, որ դու ընդհանրապես բանջարեղեն չես կարող ուտել։ Ինչ որ ես հիմա քեզ ասում եմ, նախ դու բաժանորդագրվիր, որովհետև բաց մի թող, որտեվ շատ բան եմ պատմելու։ Այստեղ խոսքը դիետաների մասին չի, որտեվ որևէ դիետա չի օգնում, այստեղ խոսքը ճիշտ ծննդակարգի մասն է, որ մարդիկ նիհարում են ճիշտ ծնվելով եւ ոչ թե սոված մնալու հաշվին։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ որ դու այս էջը կթերթես կանցնես ու հետո կհիշես այդ մասին, հետ կգաս ու կտեսնես ինչքան հետաքրքիր բաներ կա, որ դու բաց ես թողել քո ընթացքում քո զբաղված լինելու պատճառով, այս առօրյա հոգսերի պատճառով, բայց եկեք չմոռանանք մեր մասին, մեր մարմնի մասին, որովհետև այս մարմինը մինչև կյանքի վերջ մեր հետ է լինելու։ Դեմքը մինչև կյանքի վերջ մեր հետ է լինելու, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք նրա մասին հոգ տանենք։ Իսկ հոգ տանելու համար մենք որոշակի ինֆորմացիա պետք է իմանանք, այ ինչպես ծնվենք, բանջարեղենը ինչքան ուտենք, արդյոք կարելի է երեկվա ժամերին բանջարեղեն ուտել, կամ վարունգ ուտել, որ այդքան շատ քիչ կալորիաներ ունի, ժողովուրդ ջան, ամեն ինչ կարելի է ուտել, բայց եթե մենք գիտենք, որ ժամին ինչ ենք ուտում, այս սա ես քեզ կսովորացնեմ։ Իսկ դու որ դնես, չեմ ասում պլյուս դիր, որտեվ երբ որ դու պլյուս ես դնում, էլ երբեք չես նայում, ես քեզ ինչ եմ գրել, իմ ու քո ժամանակը ծախսվում է դրանից, կարող ես զանգել ինձ հանգիստ, ուղղակի ես հիմա երկրում չեմ, ժամային տարբերություն կա, գրի, ես քեզ կասեմ, որ ժամին զանգեմ կամ համարթող ես ինքս քեզ կզանգեմ ու մենք կունենանք անվճար խորհրդատվություն հետագայում քո ծննդակարգը կազմելու եւ քո հետ աշխատելու համար։ Առողջ եղեք, նիհարելը սկսում է այստեղից եւ որոշում կայացնելուց։ Լավ եղեք։